Անուն հոր եւ որդու եւ ողջույն Սրբու ամեն։ Սիրելիներ, կրկին զատիկ է։ Զատիկից հետո որպես կիրակի կամ կյուրակե, որպես Տիրոջ օր, հարության օր, հարությունից կամ զատիկից հետո առաջի հարության կիրակին, այսպես ասեմ։ Դրա համար նաև ասում ենք նոր կիրակի։ Բայց մինչ այդ գիտեք, վերևից որ պատարակ ես անում, վերևից ավելի պարզ եք երևում բոլորդ։ Եվ մարդկային այդ խիտ շարքերը երևում են։ Ուրեմն, գիտեք ինչ է մտքից գալիս։ Նախ նոսրացել են շարքերը, դա է ուզում ասեի, երբ Քրիստոս գալիս է եւ բուժում է 10 բորոտների, մաշկային հիվանդություն ունեին, հերու կանգնած խնդրում են, ասում են, Տեր, ողորմիր մեզ։ Քրիստոս բժշկում է 10-ին եւ ասում է, գնացեք ձեր անձերը ցույց տվեք քահանաներին, այն իրենց հրեական քահանաներին, ովքեր որ դրանք փորձագետ են, այսպես ասած էքսպերտ։ Իրենք պիտի ասեն, մաքրվել են թե ոչ։ Իրենք որ գնում են ճանապարհին արդեն բուժվում են։ Ճանապարհին այդ բուժվածներից միայն մեկն է իդ վերադառնում շնորհակալություն հայտնելու փառք տալու Քրիստոսին։ Քրիստոս ասում է, միթե 10-ը չբուժվեցին։ Ինչու էս մեկը միայն իդ եկել։ Եվ ինքն էլ սամարացի, այն 9 հրեաներ էին, այս մեկը սամարացի էր, այլազգի էր։ Ինքը եկավ շնորհակալություն հայտնելու։ Հիմա ես, ովքեր որ նախկինում չէին գալիս եկեղեցի կամ զատկի ժամանակ սկսեցիք գալ եկեղեցի, շատ բաներ սովորեցիք եւ ստացվում է այնպես որ եկանք, պահքը պահեցինք, ստացվեց, հաղորդություն ստացանք, մաքրվեցինք ու գնացինք, վերջ մեր բանը կներեք այդ պլանը կատարել ենք այդ տարվա։ Շաբաթվա մեջ այդ 2 ժամը Աստծո տանը անցկացնել, շփվել Աստծո հետ, խաղաղություն ստանալ, նաեւ բուժվել ու օժտվել արժի եւ պետք է գալ Տիրոջը նաեւ փառք տալու համար, այն բորոտը որ եկավ այդպես։ Հակառակ դեպքում ես իմը չէ դատել է, ես չեմ ուզում դատաստան, առանց դեմ կամ դատեմ, ես ասացի այն ինչ որ այդ պահին զգացի, իմ զգացողության մասին խոսեցի։ Որ գալիս ենք միայն երբ որ պետք է։ Ժողովուրդ, միշտ մասնակցեք պատարագին։ Շաբաթվա 2 ժամը տրամադրեք Տիրոջը։ Այսպես, հիմա գալիս ենք շատ հայտնի պատմության առավոտյան կիրակի օրը կամ միաշաբթի, դա անցած շաբաթվա մասին է խոսում, անցած կիրակի շաբաթ օրը։ Գալիս են, ուրեմն Մարիամ Մագդաղենացին գալիս են տեսնում են, որ գերեզմանի քարը բացված է, վազում է Պետրոսի մոտ և մյուս աշակերտի մոտ, մյուսը Հովհաննես Ավետարանիչն է, ամենաերիտասարդը, և ասում է Տիրոջը գերեզմանից վերցրել են, այսինքն մարմինը գողացել են Քրիստոսի, որտեղ գալիս են գերեզմանը բաց է, մարմինը չկա, ինչ պիտի մտածեին, այդ չէ տեսը, որ հարություն պիտի առնի, Քրիստոս իրենց նախապես ասել է այդ մասին, որ երրորդ օրը հարություն պիտի առնեմ, բայց իրենցից մի տեսակ դա ծածկված էր։ Եվ գալիս են ասում է, երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից, սա Հովհաննես Ավետարանիչը ինքը իր մասին ուղիղ չի խոսում։ Դա ընդունված գրելու ձև է եղել։ Եվ ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ, կռանալով տեսավ, որ կտավները կային, որով փաթաթել էին, չէ, մարմինը։ Բայց ներս չմտավ։ Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա ետևից էր գալիս, մտավ գերեզմանը եւ տեսավ, որ կտավները այնտեղ էին, փաթաթած կտավները այնտեղ էին։ Եվ վարշամակը, որ նրա գլխին էր, այն գլխին փաթույթը, մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված մի կողմ էր, սա ուրիշ անգամ եմ ասել, ավելորդ չեմ ուզում հիշենք, որ տեսա, որ այդ գլխի փաթաթած կտորը, որ կա ասում է, առանձին ծալված դրված էր մի կողմ,
Եվ այն ժամանակ մտավ եւ մյուս աշակերտը, այսինքն Հովհաննեսը մտավ, որ ավելի առաջ էր եկել գերեզման, տեսավ ու հավատաց։ Քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե մեռելներից պետք է հարություն առնի։ Եվ վերադարձան իրենց տեղերը։ Ինչ է ասում, Հովհաննեսը մտավ, տեսավ ու հավատաց։ Գիտեք ինչ հավատաց, ինչ է պատճառ եղավ իր հավատքի, որ Քրիստոս այդ ծալվածքը գլխի փաթույթը որ կար, Քրիստոսինն էր, ինքը ճանաչեց, որ Քրիստոս ինքն է այդպես փաթաթում։ Եվ ինքը սովորություն ուներ Քրիստոս իր գեստը փաթաթելու, ճիշտ ծալելու եւ դնելու։ Մենք որ գնում ենք քնելու, ինչ ենք անում, մեր գեստները հանում ենք ու դնենք նետում, չէ՞։ Ուշադրություն դարձրեք։ Տերը ինքը սիրում էր կոկիկություն այսպես։ Այնպես որ այս չմոռանանք, խնդրում եմ։ Դա պատճառ եղավ, որ Հովհաննեսը ճանաչեր Քրիստոսի ծալած ձևն էր, որ շատ ծանոթ էր իրեն։ Հիմա գնանք, տեսնենք ինչ եղել։ Այսօր Թովմասի մասին պիտի խոսենք, որ անդադ ասում ենք անհավատ Թովմասը, թերահավատ Թովմասը։ Հիմա այստեղ հատված կա ուզում եմ ասեմ, որ Մարիամը գերեզմանի մոտ է լինում, կարծում է թե պարտիզպանն է վերցել, մարմինը հրեշտակների է տեսնում։ Եվ Քրիստոսի հետ է խոսում, ու չի կարող, չի ճանաչում, ասում է ով կին, ինչու ես գալիս, որտեղ ասում է տիրոջը գերեզմանից վերցրել են եւ չգիտեմ նրան ուր են դրել։ Եվ դարձնում է տեսնում է, որ բայց չէր իմանում, որ Հիսուսն է, տեսնում է, չի հասկանում, որ Հիսուսն է։ Հիսուս նրան ասում է ով կին, ինչու ես գալիս, ում ես փնտրում։ Եվ ասում է կարծում է թե պարտիզպան է, Հիսուսին նմանեցնում է այգեպանի հետ։ Եթե դու ես վերցել, ուր ես դրել, ասա, որպեսզի նրան վերցնեմ, նույնիսկ այդ ինչ էր արել, եկել էր Քրիստոսի մարմինը, վերցներ տաներ։ Հետաքրքիր է։ Եվ այդ ժամանակ Հիսուսն ասում է Մարիամ, եւ այդ ժամանակ բացում է միտքը, աչքերը, ինքը հասկանում է, որ Քրիստոսն է։ Եվ ասում է վարդապետ, ռաբունի, բայց Քրիստոս ասում է դեռ մոտիկ չգաս ինձ։ Իմ մոտեցի, որտեվ ես դեռ հոր մոտ չեմ բարձրացել։ Բայց հետո կտեսնենք, որ արդեն կշփվի, հաց կուտի իրենց հետ։ Այս պահին դեռևս ոչ։ Եվ ասում է գնա, ասա, որ ես բարձրանում եմ հորս մոտ, եւ Մարիամ Մագդաղենացին պատմում է սա առաքյալներին, որ ինքը Տիրոջը տեսել է։ Գիտեք չէ, Մարիամ Մագդաղենացին բան էր, Ղազարոսի քույրն էր, եւս մեկ քույր ունեն, Մարիամ եւ Մարթա, եւ Ղազարոսը իրենց եղբայրը բարձ են։ Եվ ինչ է լինում այդ օրը Կիրակի երեկոյան, դե առաքյալները իրենց համար նորություն էր։ Մենք գիտենք, որ Քրիստոս հարություն է առել, միանգամից ավետիս ենք տալիս, անմիջապես հարության ավետիս, իրենք այդ հարության ավետիսը չեն տվել, իրենք փախել են, իրենք չգիտեն, չեն հասկանում ինչ է եղել։ Իրենք գնացել են Վերնատուն, գնացել են այնտեղ, որ վերջին ընթրիք էին արել այնտեղ։ Հովհաննես Մարկոսի ավետարանչի մոր տունն էր դա, Երուսաղեմի այդ հարուստ թաղամաս, եթե կարելի ասել, այդ տեսակ, որտեղ Վերնատուն ունեն, այդ տան մեջ հավաքված էին, դռները փակել էին, վախում են, որտեղ եթե ասում է հովին խփեցինք, ոչխարները կցրվի։ Իրենք այդ վիճակի մեջ էին, առաքյալները։ Վախեցած էին, որտեղ Քրիստոսին սպանեցին, չարչարեցին, խաչեցին, իրենց էլ նույն բանը պիտի անեին։ Իհարկե անելու էին, բայց ավելի ուշ։ Եվ Քրիստոս իրենց զգուշացնում այդ մասին։ Եվ Քրիստոս ինչ է ասում, ու որտեղ վախեցածել էին գալիս, ասում է Քրիստոս փակ դռների միջով գալիս, կանգնում է իրենց մոտ, նրանց մեջ եւ ասում. խաղաղություն ձեզ։ Որտեղ իրենց մեջ խաղաղություն չկար, վախեցած էին, անհանգիստ էին, անվստահ էին, հուսահատված էին, խաբված էին իրենց զգում։ Որովհետեւ եթե մարդը վախեցած է, խաղաղություն չկա իրեն մեջ, ինքը չի կարող ստեղծագործել, չի կարող ճիշտ մտածել, ճիշտ դատել։ Ձեզ պարզ օրինակ եմ բերում։ Եհովայի վկաները, որ դռները ծեծում են, ինչ են ասում առաջինը։ Առաջինը խոսում էին Արմագեդոնից այն ժամանակ, խոսում են վատ բաներից, պատերազմներից են խոսում։
այդ օրերին կատարված վատ դեպքերից, զոհերից, թափված արյուն, կյանք, մահ, վախից են խոսում, ժողովուրդ։ Իրենք, որ գալիս են մեր տները, իրենք էլ չեն հասկանում, իրենք այնպես չի, որ գրագետ մարդիկ են։ Իրենց ծրագիրը տալիս են, ասում են գնացեք, այս պիտի խոսեք, այս պիտի խոսեք, այն պիտի խոսեք։ Պիտի խոսեն նման բաներից, որ մարդու մեջ վախ առաջանա։ Երբ որ մարդու մեջ վախ է առաջանում, մարդը լիարժեք չի կարողանում վերլուծություններ անել։ Եվ այդ ժամանակ իրենք սկսում են այդ մարդուն մշակել։ Պարզ է, իրենք այդպես էլ ասում են, մշակեցինք, այսպես մի ժամ ու կես, այսքան եւ այլն։ Այդ իրենք չէ որ բան են տալիս։ Հաշվետվություն, այո, հայերեն բառը դժվար է հիշել էս բանը։ Հաշվետվություն են տալիս, այո։ Ուրեմն այդ վախի գործոնը տերոր է նաև նշանակում, որ չի կարելի մարդու հավատքը այդպես չպիտի լինի։ Իրենք այդպես վախացնելով, իսկ Քրիստոս ինչ ասում, խաղաղություն ձեզ, որ ձեր միտքը պարզվի, բացվի։ Հələ պատկերացեք մի հատ օրինակ բերեմ, շատ կոպիտ օրինակ է, հասկանալու համար, իրականության մեջ այդպես չէ։ Ընդունենք, սա մեր գլուխն է, կա վախի տեղ, կա տրամաբանության հատված, կա վերլուծական, պատմական, չգիտեմ ինչ, երբ որ մարդը վախում է, ամբողջ արյունը վախի հատվածով է ասում, մի հատ մնացած տեղերը կարծես թե արյուն չկա։ Սա ես ասում եմ, որ դուք պատկերացնեք։ Դրա համար դժվար է, որ մարդը վախի ժամանակ կարողանա ճիշտ որոշումներ կայացնել։ Նաև բարկության ժամանակ, չէ՞ որ բարկանում ենք, սխալ բաներ ենք խոսում, ավելորդ բաներ ենք խոսում, հետո փոշմանում ենք մեր բարկացածի համար, բայց այդ պայն մենք գտնում ենք, որ ճիշտ ենք անում, որտեղ մենք բարկացած ենք, մենք առանց խաղաղության ենք որոշումներ կայացնում։ Դրա համար Քրիստոս ինչ ասում, խաղաղություն ձեզ։ Նույնը պատարագի ժամանակ անդադ խաղաղություն է տրվում։ Շատեր կասեն ինչի համար, ժողովուրդ դրա կարիքը կա։ Եթե հայրերը գտել են եւ Քրիստոս ինքն է գտել, ուրեմն պիտի այդպես էլ լինի, խաղաղություն բոլորիդ։ Եվ ասում է, այստեղ Քրիստոս գալիս է, ցույց է տալիս ձեռքերը ու կողը, ինչի համար, որ իրենք հասկանան նաև շոշափեն, որ ինքը մարմին է, երևութական չէ, որտեղ նման աղանդել կա, ասում են երևութականություն, որ Քրիստոս մարդկանց աչքին է երևացել, հարությունից հետո, իրականություն չէ, բայց հետո կտեսնենք Թովմասի պարագային էլ, իրենց հաց է ուտում, ասում են, արի շոշափի ձեռք տուր ինձ, որպեսզի հասկանան, որ ինքը մարմին է, արյուն է։ Խաղաղություն ձեզ, ինչպես իմ հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ։ Հետաքրքիր, այս էլ կարևոր հատված է, ժողովուրդ, ինչպես ինձ հայրն ուղարկեց, ինչպես Քրիստոս աշխարհ եկավ, առաքյալներ ունեցավ, ուսում տարածեց, այսպես էլ ասում է, ես եմ ձեզ ուղարկում, որ դուք էլ պիտի գնաք, ձեզ փոխարինողներ սովորեցնեք, առաքյալների, վարդապետներ, ուսուցիչներ, չգիտեմ, քահանաներ, բոլորին։ Նույն գործընթացը, գործողություն դուք պիտի անեք։ Առաքյալներին մեծ իշխանություն տվեց։ Գնացեք, նույն գործողություն արեք, եւ ի վերջո նաեւ պիտի նաեւ իրենք էլ զոհաբերվեն, եւ այդպես էլ եղավ, բոլորները գնացին զոհաբերվեցին։ Իհարկե բացի Հովհաննես ավետարանչից, որին նախապես ասվել էր, որ ինքը երկար է ապրելու։ Մնացած բոլորը տանջանքներով մահվան արժանացան։ Եվ իշխանություն տվեց առեք Սուրբ Հոգին, Աստծո զորությունը, որ իրենք առնեն։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի։ Մեծ իշխանություն տվեց մեղքերը ներելու կամ չներելու կամ դրա փոխարեն բանադրելու։ Իմիջիալից ասեմ, այստեղ շատ բարձր, մեծ աստվածաբանություն կա, բայց հիմա եթե ընթերցեմ շատ երկար կտևի, միգուցե ուրիշ անգամ կանրադառնամ այս հատվածին։ Որովհետև շատ հետաքրքիր կմնա Թովմասի պատմությունը արդեն։ Թովմասը մեզանից կնեղանա։ Եկեք գնանք Թովմասին։ 12-ից մեկը, դե արդեն 11-ից մեկ այդպես ասենք, որովհետև դեռևս Հուդան չկա այլևս։ 11-ից մեկը, բայց այսպես 12 ենք ոչ, մինչև մայլ ասում ենք, չէ, 12 առաքյալներ։ Հուդան դավաճան է, բայց ասում ենք 12, հետո իհարկե ուրիշ մեկը Նաթանայելը դարձավ 12-րդ առաքյալ, Թովմասը 12-ից մեկը երկվորյակ կոչվածը նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ, 10 հոգի էին, Թովմասը չկար։ Թովմասի մասին, գիտեք, մի հատ հետաքրքիր հատված կա Թովմասի մասին էլի։ Թովմասը երբ
Պիտի գային ներողություն։ Էսի մոտ կա այդ հատվածը։ Ներողություն ես գտնեմ, հա։ Ուրեմն Հովանես Ավետարանիչ ուրեմն 11-րդ գլուխ 16 համարն է։ Բայց մինչև այդ Ղազարոսը, որ հիվանդացել էր, պիտի գան Երուսաղեմի մոտ։ Քրիստոսի նկատմամբ հալածանք կար եւ իր գալը նշանակում էր, որ ինքը մահվան բան կանի, կարժանանա Թովմաս, բանը Քրիստոս։ Եվ վերջո խաչվելու է։ Արդեն զգում եմ ինչքան հասունացած է բանը հակառակությունը։ Երբ որ ասում եք գնանք այդտեղ, գնանք Ղազարոսին, ուրեմն հարություն տալու էսպես կամ բժշկելու, Բեթանյան ինչ էր 2-3 կիլոմետր էր Երուսաղեմից հեռու ընդամենը։ Այնտեղ կարող են իրեն բռնել։ Ի վերջո տեսնում եմ, որ Քրիստոս հաստատ ուզում է գնալ այդտեղ։ Թովմասն է, որ բոլորն զգում են, որ վատ է լինելու, լավ չպիտի լինի։ Թովմասը, որ երկվորյակ էր կոչվում, աշակերտներին ասաց. եկեք, մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք։ Գնանք նրա հետ մեռնենք։ Ինքը պատրաստ էր Քրիստոսի հետ գնալու մեռնելու, որտեղ ինքը շատ է սիրում Քրիստոսը։ Եվ մյուսները, այսինքն սրանով ուզում եմ պատկերացում կազմենք Թովմասի մասին, որտեղ երբ որ խոսում ենք մեղադրել Թովմասին, շատերին էլ ենք ասում, չէ, անավատ Թովմաս, թերավատ Թովմաս, բայց Թովմաս իրականության մեջ ինքը պատրաստ էր հանուն Քրիստոսի կյանքը տալու։ Եվ վերջո տվեցի, վերջո քարոզությունից հետո բոլոր առաքյալների հետ ինքն էլ։ Եվ Թովմասը ասում է, եկավ աշակերտները նրան ասացին, թե Տիրոջը տեսանք։ Եվ պատկերացեք Թովմասի վիճակը, ինքը չի տեսել Քրիստոսին, բայց առաքյալները տեսել են, այստեղ ինքը ինչ ասում, մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը եւ իհարկե մասներին ծակում, ոչ թե այստեղ է ծակում, եւ իմ մատների մատները մեխերի տեղը չդնեմ եւ ձեռքը նրա կողքի մեջ չխրեմ, չեմ հավատա։ Ու ամեն մանրամասնությունը գրված չէ։ Դա երկար խոսակցություն է, կարճ էսպես։ Առաջի բանը հենց պատկերացեք դուք եք Թովմաս առաքյալը։ Բոլորը տեսել են, դուք չեք տեսել։ Դուք այդ ուրախությունը չեք վայելել։ Առաքյալները տեսել են, ուրախացել են։ Ինքը եւս մեծ ցանկություն ունի տեսնելու Քրիստոսին։ Պատկերացնեք Թովմաս առաքյալը գնում է քարոզության, ասում է ես առաքյալ եմ, եկել եմ Քրիստոսին քարոզեմ, որ Քրիստոս հարություն է արել, ասում են տեսել ես, ինքը ասում է չէ, ես ընդեղ չի։ Ոնց թե, բայց մյուս առաքյալները տեսան, դու չտեսար, ուրեմն ինչ-որ բանով պակաս ես իրենցից։ Որպես ինքն էլ նաև ունենար իր առաքելական մեծ հեղինակություն, ինքը եւս մեծ փափակ ցանկություն ուներ Քրիստոսին տեսնելու։ Իրականության մեջ ուզում էր տեսնել ինքը։ Ինքն էր ուզում արժանանալ այդ երանությանը, այդ ուրախությանը։ Եվ ասում է դրանից հետո արդեն 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասը նրանց հետ։ Եվ ասում է Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց. խաղաղություն ձեզ։ Այսօր ասում են փակ դռներով, ասում են հոգի է եղել, երևութական։ Բայց Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Մենք այդ ամենը գիտենք։ Եվ Թովմասին ասում է. բեր քո մատները դիր այստեղ, տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը մտցրու իմ կողի մեջ, անհավատ մի եղիր, այլ հավատացյալ։ Եվ Թովմասը ինչ է անմիջապես ասում։ Չի ասում Թովմասը մատները դրեց, չդրեց, արդեն հասկանալի է, որ ինքը բավարարվեց դրանով։ Տեր իմ եւ Աստված իմ դավանեց որպես Տեր եւ որպես Աստված Քրիստոսին, ինքը ընդունեց որպես Աստծո։ Շատերը ասում են, Քրիստոս ինքը Աստծո որդի է, մարգարե է, հրեշտակապետ է։ Չէ, եղբայրս։ Միլիոն տեղ գրված է եւս մի տեղ Թովմասի բերանով Սուրբ Հոգով գրված է. Տեր իմ եւ Աստված իմ։ Եվ ինչ է ասում, որովհետև դու ինձ տեսար, հավատացիր, երանի նրանց,
որոնք չեն տեսել եւ սակայն կհավատան։ Հիմա ասում եմ ձեզ, երանի ձեզ, մեզ, բոլորիս, որ Քրիստոսին չենք տեսել, չենք շոշափել, բայց առանց տեսնելու հավատում ենք։ Դուք երանելի մարդիկ եք։ Եվ այդ երանությունը մարդուց չի գալիս։ Այդ երանությունը, օրհնանքը գալիս է Աստծուց։ Այնպես որ ովքեր հավատում են Տիրոջը առանց տեսնելու, իրենք օրհնվում են, իրենք երանելի են դառնում։ Այս ամենը, որ ուզեցի այսօր մտածենք, մտորենք, հիշենք Թովմասին ու զորանայինք Աստծո խոսքով, որտեղ հավատքը գալիս է խոսքից, ենել Աստծո խոսքից։ Տիրոջ շնորհներով եւ իմաստությամբ ամեն։ Երբ դու մեզ համարձակած այն բարբարով բանալս բերանս մեր կարծարս քեզ երկնավոր քար երկել եւ ասել